Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր էլ կշարունակվի Սահմանադրական դատարանում լսումները։ Լսումները իհարկե մեզ կարող են շատ բան սովորեցնել, նաև ցույց տալ, թե ինչպիսի մանիպուլյացիաների են փորձում դիմել որոշ փաստաբաններ, ովքեր որ ցանկացած հանցագործություն պատրաստ են արդարացնելու, եթե ֆինանսական հարցը լուծված է իրենց սրտով, այսինքն ոչ թե հանրության, հասարակության համար պիտանի մի բան, այլ կոնկրետ ուղղություններով։ Երեք չնայած գանք երեկվանից այսօրվանը դեռ թող մնա, որովհետև եթե չեմ սխալվում, այսօր վերջին օրն է, ամսի 4-ին արդեն Սահմանադրական դատարանը կգնա խորհրդատվության ու ամսի 4-ին իր վերդիկտը, այսպես ասած, կհայտարարի։ Ուրեմն երեք աչքովս ընկավ Օրբելյանը, դե միայն երեք չի աչքովս ընկել, ընտրությունների օրն էլ էին, չգիտես, տենց ասում, իբր ծրարները թափանցիկ են ու միջից երևում է, դրսից երևում է, թե մեջը որ համարի թուղթն է դրած։ Ասես լավ, հլա արի այս տրամաբանությամբ գնանք, էլի։ Նախ տենց չի երևում, հեսա կասեմ։ Ասենք նստած է այն աղջիկը, ով որ արդեն վերջում բերում ես այդ հորոգրաֆիկ բանը դնում է ու դու նետում ես արկղը։ Այս աղջիկը ով պիտի լինի, որ տես դասավորած նստած է, որ ջոգի ով ում է քվեարկում, ինչ-որ ձև արձանագրի բոլորից թաքուն ու ինչ-որ կերպ տեղեկացնի ինչ-որներին, որ այս ինչը ոնց որ փողը վերցրել, պես նրա դեմ քվեարկել, այն էլ ոնց որ թե այն որ ասում էր նրան եմ քվեարկել ու նրան չի քվեարկել, ասենք ոնց եք պատկերացնում։ Գիտեք, հանձնաժողովականները 8 հոգի, եթե չեմ սխալվում, առնվազն 4 ընդդիմադիրներից են եղել բոլոր տեղերը։ Երկուսը առնվազն եղել են ԿԸՀ-ից, այսինքն անկախ, կարող ունեն իրենց քաղաքացիական պատկերացումները, բայց անկախ։ Երկուսը եղել են հիմնականում ՔՊ-ից, բայց շատ տեղերում մեկը եղել է ՔՊ-ից, մեկը մի ուրիշ փոքր կուսակցության ներկայացուցիչ, այսինքն դե փոքր կուսակցությունները չեն կարող, չէ՞, բոլոր ընտրատեղամասերը փակել իրենց ներկայությամբ, շատ դեպքերում անգամ ունենում են բանի հարց, վստահված անձանց հարց, ուր մնաց թե հանձնաժողովական, որը որ անհրաժեշտ է գնալ, կվալիֆիկացիա անցնել, լիցենզիան ունենալ եւ այլն։ Ոնց եք պատկերացնում, այդ ինչ է տեղի ունեցել, էլի, ում վրա եք ուզում տպավորություն թողնել, չէ՞ որ այս ելույթները տպավորություն թողնելու համար են, սա մեկ։ Կա սրա երկրորդ մասը, ուրեմն ընդեղ ցույց է տալիս, ասում է թափանցում է, դատավորը նայում ասում է ոնց որ չի թափանցում, չէ՞ ասում է ցերեկային լույս է, սրա տակ կարողա չի թափանցում, հեսա մոտենամ, թույլ տվեք մոտենամ պատուհանին, ցույց տամ, որ թափանցում է, ասում է մոտեցի, ուրեմն մոտեցել է պատուհանին, արևի ճառագայթների տակ պահել է, ու ասում է հենա ոնց որ հենա տեսեք կա, այն մեկը նայում է ոնց որ այնքան էլ չկա, գիտեք, նախ հուշեմ, թե դատավորներին հուշեմ, եւ թե Օրբելյանին, թե մնացած մեր քաղաքացիներին, որ ընտրատեղամասերում չի լինում այնպիսի ընտրատեղամաս, որտեղ որ այդ սեղանը, որտեղ որ դու մոտեցնում ես արդեն ծրարը, որ կարա երևա ու դա կարա հարց լուծ, չի լինում, որ պատուհանի մոտ լինի, այն էլ արևի ճառագայթների տակ, չի լինում։ Չի լինում նաև, որ արկղը լինի բաց պատուհանի մոտ, որովհետև դա օրենքով սահմանված է, որ պիտի փակ լինեն, դուք նախապես ընտրատեղամասերը, հանձնաժողովականները նույնպես նախապես գնում են, կուսակցության ներկայացուցիչները ստուգում են ամեն ինչ համապատասխան օրենքին, թե ոչ, չի կարա կամերայի տակ լինի, կամերա կարա տարածքում լինի, բայց ոչ երբեք արկղի հետևի հատվածում, հասկանում եք, այս ամեն ինչը դուք բոլորով, բոլոր կողմերով, բոլոր շահագրգիռ կողմերով գնում նայում եք, ամեն մեկը ձեր հետաքրքրությունների գոտում ու տեսնում եք, որ արձանագրում եք, որ խախտում չկա։ Հիմա այնտեղ կա Մատյան,
Որտեւ որ արձանագրվում են խախտումները, հետո այդ խախտումները ուսումնասիրվում են, իհարկե, որովհետեւ այնտեղ կարող է մեկը որոշի, որ այս ինչ բանը խախտում է գրի, բայց դա խախտում չլինի։ Այդ արձանագրությունների մատյանի մեջ պիտի գրեք, որ այս ինչ տեղամասում, այ արևի ճառագայթի տակ դրած է անենց թեքությամբ այս սեղանը, այդ վարքյանին դա արևն էլ պտտվում է, ինքը միշտ տեղից չի ճառագայթում։ Հետո մի քիչ հետո տեղափոխում են երևի այնտեղ։ Այդ սա պիտի արձանագրած լինեք։ Ունեք նման արձանագրում, թե չէ։ Գիտեք, ծրարները, եթե հաստ ստվարաթղթից չեն, ապա որոշակի թափանցիկություն ունենում են, որոշակի, շատ սենց, որին պետքա չգիտեմ, սենց խոշորացույցով կամ սենց ձեր ասած արևի տակ պայելով պիտի նայեն, որ տեսնեն, լինում են ավելի թափանցիկները, այո, համամիտ եմ, բայց դրանցից չէր։ Հա, իմիջայլոց, ձեր քաղաքական ուժը արձագանքեց այն վիդեոին, տեսանյութին, որը տարածվում էր, թե իբր ուրիշ բաներ են կտրտում գցում, 16 համարը դնում ծրարների մեջ ու փոխանցում ինչ-որ sense բաներ, որը որ դրսից էր էլի ֆինանսավորված, սիրուն, հրապարակվում, առանց բան անելու, որ հորոգրաֆիկ նշանը մեր մոտ ուրիշ գույն է, ծրարները ուրիշ գույն են, բայց շատ-շատերը ընկան այդ թակարդը, չէ, տենց հարցերը քննարկվում են սահմանադրական դատարանում, թե ոչ, դուք ներկայացնում եք, որպես փաստաբան դեռ, էլի, ներկայացնում եք միայն ձեր կուսակցության շահերը, թե ընդհանուր ընտրությունների արդյունքն եք դուք բանան, որովհետև տպավորություն է, որ դուք ուշացումով մտել եք սահմանադրական դատարան քարոզ արշավի։ Ես անկեղծ եմ ասում։ Ինձ թվում էր, թե դիտելով սահմանադրական դատարանի դատավարությունը եւ խելացի մարդիկ պիտի լինեն, չէ՞, փաստաբաններ, իրավաբաններ, մի ամբողջ արդարադատության նախարար եւ այլն, ասես որ նայեմ պիտի երևի իրավական գիտելիքներս հարստացնեմ, բայց անկեղծ եմ ասում, իմ մոտ sense դուգաներ է տալի, երբ որ նայում եմ։ Ասենք դուք իսկապես այդ պատրաստվածությամբ եք մտել սահմանադրական դատարան, այն պատրաստվածությամբ, որ հարցերին չկարողանաք պատասխան, մտել ասում եք արևմուտքը բան է անում, ազդում է, ազդել է ընտրությունների վրա, ասում են լավ, դուք արտաքին միջամտությունն եք դնում հիմքում, թե հենց կոնկրետ արևմուտքը, օրինակ Ռուսաստանի Դաշնությունն էլ է ազդել, դուք դնում եք այդ արտաքին միջամտությունը, չէ, այս ինչ քաղաքական հայտարարություն եք անում, կներեք, գործը այնպիսի գործ է, ուզես թե չուզես, խոսույթը քաղաքական է նաև։ Դա սահմանադրական դատարանը վեր իշխանական կառույց է, բայց քննվում է քաղաքական պրոցեսը։ Հարց են ձևում, ասեք մի հատ։ Դուք դեմ եք արտաքին միջամտությանը, թե դեմ եք արտաքին որոշ երկրների կողմից միջամտությանը, եթե իհարկե այդպիսիք եղել են։ Իմիջիայլոց այն, որ դուք որակում եք, թե արտաքին միջամտությունն է եղել, օրինակ քաղաքացիական պայմանագրին սատարել են, քաղաքացիական պայմանագիրը արևմտամետ ուժ չի, սա ձեզ ասեմ։ Դուք ոնց որ թե գիտեք, իմ մոտ տպավորությունն է, որ ձեր թիմերը ձևավորվել են fake լուրերի հիման վրա, այսինքն fake լուրերը նայել եք, ձեր իսկ լցրած fake լուրերը այնքան եք նայել, դուք համոզվել եք դրա ճշմարտացիության վրա եւ որոշել եք ստեղծել մի քաղաքական ուժ, մասնակցել ընտրությունների եւ վերջ տալ այն զուգահեռ իրականությանը, որտեղ որ ապրում եք դուք։ Որովհետեւ իրականում, եթե քաղաքականությամբ դուք զբաղվում եք, պիտի որ ինքներդ ասած լինեք, որ իսկապես քաղաքացիական պայմանագիրը արևմտամետ ուժ չի։ Ասեմ ավելին, արևմտամետ ուժերը ամենաշատը բողոքում են հենց նրանից, որ քաղաքացիական պայմանագիրը արևմտամետ ուժ չի։ Դուք ո՞ց կարաք որակեք այդպեսին։ Մինչև մի հատ օրենք ընդունել տվեցին, սաղ ազգովի գնացինք ստորագրեցինք, հասկանում եք։ Քաղաքացիական պայմանագիրը իր կանոնադրությունով, իր գործունեությամբ ու ապացույցը ինքը բանա, բազմաբևեռ կուսակցություն է։
ինքը կողմը բոլոր երկրների հետ հավասարաչափ աշխատելուն։ Իհարկե ամենասկզբից Ռուսաստանն էլ հենց եղել է հիմնական, այսքան շատ բան չկա փոխած։ Միջև Ռուսաստանը քանի անգամով մեզ քաշել որն է ճակատագրական բաներ տեղի ունեցան, մեզ ժամանակին զենք չհասցնելը, մեր սահմանները չպաշտպանելը, մեր Արցախը հանձնելը, մեր ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքու ուղարկելը, այնքան տեղերում քաշեց, հետո մեզնից միջանցք պահանջելը, մեր թշնամու հետ բարեկամություն անելը, ռազմավարական պայմանագրեր ստորագրելը, այդ պայմանագրերի շուրջ աշխատելը, այս վերջի դեպքերն էլ չասեմ։ Այդքանից հետո, ասենք օրինակ, եթե դուք լինեիք այդ ողջ ընթացքում իշխանություն, ինչ էիք անելու։ Սուլեք չէ, մեր աղբերն է, ոչինչ։ Թե բնավորություն էիք ցույց տալու քաղաքական, համարձակություն էիք ցույց տալու եւ սկսելու էիք հանուն պետության, հանուն քաղաքացիների եւ հանուն ինքնիշխանության այլ ուղիներ, ճանապարհներ փնտրել։ Ու այդ փնտրտուքի մեջ դե գիտեք ինչի նման է, եկեք մի քիչ, չնայած ես չեմ սիրում բերել ընտանիքի օրինակի վրա, որովհետև դրանք շատ խիստ տարբեր բաներ են ու դա լավ բան չի, երբ որ պետությունն ու ընտանիքը համեմատում են, ես մեկը դրան այդպես չեմ վարվում, շատերն են, չէ, սիրում ասել, դե ընտանիքում հերը, մերը, բասած բան, ես երբեք դեմ եմ տենց համեմատականներին, բայց որպեսզի ըմբռնելի լինի, այդ իմաստով միայն սենց ասեմ, պատկերացրեք մարդը, օրինակ, լավ մասնագետ է, կարմիր դիպլոմով ավարտել, մի 3 հատ դիպլոմ ավարտել, չգիտեմ, կրթված, աշխատում է միտեղ, հետո կյանքը նենց է դասավորվում, բաներ են խառնվում իրար, անկախ իր կամքից, ու ինքը ստիպված է լինում գնալ սևագործ բանվորություն անել, որպեսզի շարունակի երկիրը տունը պահել։ Մի տան անդամները կարող են նկարագրել, որ իրենց հայրը իր բնույթով, իր ամեն ինչով ինքը սևագործ բանվոր է, այն սկզբից էլ դրա համար է ինքը պայքարել ուզեցել է, որ ուղղակի ժամանակա, որ գցել են ընդ կեղծ բաներ էր ընդեղանում։ Կարա այդպիսի բան լինի, չէ։ Ամենայն հարգանքներս մեր բանվոր դասակարգին, ես ինքս բանվոր մարդու տղա եմ ու միշտ հպարտացել եմ դրանով, ժողովուրդ ջան, հանկարծ այստեղ այլ բան չնկատեք։ Հասկանալի է, չէ՞, միտքը ինչի մասին է։ Հիմա այն մարդը, երբ որ ընտրվեց դեռ 18 թվականից, առաջին այցելությունը ելավ գնաց Ռուսաստան, Սիրիա զորք ուղարկեց, գիտեք ինչ են, Սիրիա զորք անգամ Սերժն ու Քոչարյանը չէին ուղարկել ու չէին ուղարկի։ Սիրիան, դուք հասկանում եք, Սիրիայում ինչ աշխարհքաղաքական բևեռների բախման կետ է դա ու ինչի մասին։ Դուք գիտեք, հասկանում եք, այնտեղ ինչ է նշանակում քո երկրի զինվորականի ներկայությունը, կոնկրետ որևիցե մեկի կողմից դեռ բավարար չի, այն էլ Ռուսաստանի կողմից։ Դուք սրա քաշը չեք պատկերացնում երևի։ Նիկոլի ժամանակ Սիրիա զորք է գնացել։ Դրանից ավելի ռուսամետ բան սկի ռուսը չի։ Բայց կներեք, աշխատանք պրոցեսների ընթացքում, անկախ մեր կամքից դասավորված աշխարհքաղաքական պրոցեսների ընթացքում մեզ 100 անգամ հարված է Ռուսաստանը, էլ մեջքից, էլ դոշից, էլ գլխից, էլ ոտերից, ամեն կողմից, աչից, ձախից, ոնց կարողացավ հարվածեց։ Ինչ պիտի անենք, պիտի նոկաուտի ենթարկվենք, թե պետքա արագ ելքեր փնտրեին ու գտնեին։ 21 թվականի ընտրություններից հետո էլ որդեգրած քաղաքականությունը նայեք, բազմաբևեռ քաղաքականություն որդեգրել են, բազմաբևեռ առաջ են տանում, արաբական աշխարհի հետ նայեք ինչքան է լավացել հարաբերությունները տարբեր երկրների հետ, Պակիստանի նման երկիրը, որը դեռ 20 թվականին աջակցում էր Ադրբեջանին, արդեն ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հնդկաստանի հետ ռազմավարական փաստաթղթերի ստորագրում, Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Գերմանիայի հետ, դե Ֆրանսիայի հետ, դա լրիվ, ասենք,
Սա բազմա դուք ինչ Հնդկաստանն ու Ֆրանսիան նույնն են, նույնական են։ Չինաստանն ու Միացյալ Նահանգները նույնական են։ Ձեր մոտ այն էժան հին խորհրդային պատկերացումն է, էժան չէ, կներեք, հին խորհրդային պատկերացումն է, այն ժամանակ հնարավոր է այդպես էր, չգիտեմ։ Չնայած գիտեմ, բայց չեմ ուզում հանկարծ բանավեճ ձևավորվի։ Այն ժամանակ խորհրդային քաղաքացի էր, սովետական քաղաքացի։ Հայաստանի քաղաքացի չէր, Ռուսաստանի սովետական քաղաքացի էր մարդը հանդիսանում։ Սովետական քաղաքացու համար, այո, սովետական միությունը դա մի կողմ էր, ամբողջ աշխարհը մի այլ կողմ էր։ Հասկանում եք։ Այդպես էր պրոպագանդվում, այդպես էր ընկալումները եւ այլն եւ այլն։ Հիմա լավ էր, վատ էր, ճիշտ էր, սխալ էր, դա չենք քննարկում։ Այսօր դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Դու չես կարող նույն մենտալիտետով նայել, որ Ռուսաստանը մի կողմ, սաղ աշխարհը մի կողմ, տենց բան գոյություն չունի։ Չնայած եթե կարելի է այսօրվա դրությամբ Ռուսաստանին դնել այն երկրների կողմը, ինչին որ ձգտում է ինքը։ Մատ դուք ուզում եք Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները ձևավորի դարձյալ այնպես ինչպես եղել է մինչև 18 թիվը, դուք հասկանում եք, եթե հանկարծ դա այդպես դասավորվի, ձեր գործընկերները աշխարհում ովքեր են լինելու։ Լինելու են թալիբները, ասենք դուք նստելու եք դուք, Պուտինը, թալիբները, մեկ էլ Կիմ Չեն Ընը։ Կարող է Էրիթրեայից էլ մարդ լինի, չգիտեմ, վստահ չեմ, ու տենց զրույց եք անելու։ Որոշելու եք, թե ոնց անենք, որ մեր կյանքը բարելավենք, սենց բաներ եք խոսելու։ Հասկանում եք, որ տրանսֆորմացիա է գնում, աշխարհակարգը փլուզվել է, նոր աշխարհակարգի ձևավորման եզրերը նոր ոնց որ ինձ համար նշмарելի են, բայց ընդհանուր առմամբ միևնույն է դեռ չի բռնվում, չի երևում, ու այդ ամեն ինչի մեջ դուք որոշումներ եք փորձում կայացնել այնպիսի երկրների օգտին, որոնք որ քանդու քարափի են գնում։ Ես չեմ ուզում քանդու քարափի վերջնականապես բան լինեն, որովհետև ամեն դեպքում ես կարծում եմ, որ ցանկացած պետության, այն էլ գերտերության քանդվելը լրջագույն ցնցումներ է առաջացնում տարածաշրջանում, լրջը անկառավարելի ցնցումներ։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նոր աշխարհակարգի ձևավորման մեջ մենք պիտի հանդես գանք մեր դեմքով։ Մեր դեմքով։ Ու դա մեր մոտ ստացվում է միջայլոց։ Երբ որ մեզ մոտ դա ախր մենք շատ ժամանակ խոսում ենք պատմական հիշողություններից, բա պատմական հիշողություններից խոսելու ժամանակ ձեզ ինչի ձեռնատու չի խոսել նաև նրանից, որ հայ ժողովուրդը, հայերը եղել են հիանալի դիվանագետներ։ Ինչի համար դրա մասին չեք սիրում խոսել։ Հա, որովհետև խորհրդային միության ժամանակ պրոպագանդա էր գնում, որ արա դե էս թուրքերի դիվանագիտությունն ուրիշ է էլի։ Արա դե մենք Ռուսաստանը բայց կձգի հանուն մեզ բան, սս բաներ, չէ՞։ Դրա համար դուք ձեր մոտից գողացել են այդ գիտելիքը, ներդրել են այս գիտելիքը։ Հասկանում եք։ Իսկ այերը հիանալի դիվանագետներ են եղել։ Այ աշխարհի այն լուրջ մեծ արուստները, պատմական դեմքերը, որոնք որ եղել են վաճառականներ, մի հատ ուսումնասիրեք հələ։ Իսկ դիվանագիտությունը, այո, միջին դարերում, հին դարերում իրականացրել են հենց վաճառականները, եթե տեղյակ չեք, դա էլ ասեմ։ Դրա համար են նրանք բարձր հեղինակություն վայելել։ Ամեն երկրում հանդիպելու իրենց բանն են ունեցել արտահերտ արքաների հետ, իշխանների հետ։ Ընդեղի խնդրանքը, ընդեղ են հասցրել, ընդեղի նվեր, ընդեղ տեղեկացված են եղել, համ լուրջ գործառույթներ են իրականացրել։ Դրա համար վաճառականներին բացի պիրատներից, կլինեն ցամաքային թե ջրային, հա, որևիցե մեկը չի նեղացրել։ Երբեք։ Որևիցե կայսրություն, իշխանություն, բան, ում վաճառականներին ձեռ չեն տվել, անկախ իրենց ազգությունից։ Մատ վերականգնեք ձեր, հետո հիշողություններից են խոսում։ Ես հիշողություններին կանդրադառնամ Արա Պապյանի հրապարակած,
կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Դե աղմուկը շարունակվում է, ես անկեղծ չեմ էլ արդեն արհամարում եմ անգամ այդ աղմուկին, թե բակ Իսրայելը ճանաչեց ցեղասպանությունը, իսկ այստեղ արձագանք չկա, բավարար չի, դեռ վարչապետն էլ ասում է զենքայնացման չեն գնալու։ Նախ սա ասում են մարդիկ, ովքեր կամ չգիտեն, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, եւ սառը դիվանագիտական կամ քաղաքական գիտելիքներից նեղություն են քաշում, կամ ասենք անում են դիտավորյալ։ Իսրայելը ճանաչեց, իր համար ճանաչեց, որ նոր ճանաչեց ինչ, բան ցեղասպանություն տեսած ժողովուրդը պիտի առաջիններից մեկը ճանաչած լիներ։ Ինչի՞ չէր ճանաչում օրինակ 18 թվին, 15 թվին, 20 թվին, ինչի՞ չէր ճանաչում։ Հա իրան ձեռ էր տալիս, չէ՞, Բաքու, Ջեհյան, Թբիլիսի, Ջեհյան, Կարս, այդ բաները, ուղիները, նավթամուղները, մյուս։ Հա, որովհետև հիմա Ամերիկան ոնց որ մատ է թափ տվել վրան, հա, ու Թուրքիային շոյում է գլուխը, սա աշխարհ քաղաքական է բաներ են։ Բա ինչի՞ չէ, այ որովհետև դուք վախենում եք, որ Թուրքը ձեր ամենաէժան մտածելակերպը, ես գիտեք ինչի նման է, այն 4-րդ դասարանի կրթություն, ովքեր որոշել են, թե իրենք լիքը բան են հասկանում։ Մի հատ քարտեզը կախես պատին, փայտի կտած ձեռքը, Իսրայելը քարտեզի վրա մինչև գտնի կծերանանք է, բայց խոսում են։ Այո, տարածաշրջանում եւ գլոբալ առումով ենթակառուցվածքների կռիվը շարունակվում է, որը սկսվել է միջայլոց 90-ականներից։ Երբ որ Քոչարյանը մեղրի էր զիջում, օրինակ, հենց այդ ժամանակներից, այդ ժամանակները արդեն ուղիղ խոսակցություններ են գնում, այս Հորմուզ, չգիտեմ, այնտեղ բան, Գազա, Իսրայել, իսկ Իսրայելը գիտեք ոնց է, ինքը Գազայի ժողովրդին կոնկրետ մեծ ջարդեր են տեղի ունեցել, որոնք կարելի է նաև որակել ցեղասպանություն։ Կարելի է, որ չգիտեմ, դա մասնագետները պիտի ուսումնասիրեն։ Եվ իմիջիայլոց Թուրքիան որակավորում է դա ցեղասպանություն։ Եվ Իսրայելը Թուրքիային հակընդդեմ քայլ է անում։ Օգտագործում է մեր ցեղասպանությունը Թուրքիային դեմ դուրս գալու համար։ Հիմա ինչ պիտի ասենք, վայ ապրի Իսրայելը։ Այստեղ գիտեք այնքան նուրբ է ամեն ինչը, որ այո, ճիշտ է հենց այն պոզիցիան է, որը ձեռնարկված է, որովհետև դա մի հոգի միայնակ չի որոշել, այդտեղ մասնագետների խումբ է աշխատել ու եկել են այդ եզրակացության։ Առհասարակ վարչապետի ապարատը ինչով է զբաղվում, տես բաներով նաև։ Բայց Արա Պապյանը մի հատ հետաքրքիր գրառում է անում, ասում է. որոշ հայեր այսօր Գազայի համար դարդլամիշ են լինում բառի ամենաբուն թուրքական իմաստով, թուրքական բառը պիտի դրվի, չէ՞, նայեք, թուրքական իմաստը որն է, չգիտենք, էլի, բայց ինքը թուրքականը պիտի օգտագործվի, դա հրահանգված է, պիտի ամեն նախադասության մեջ դա լինի։ Բայց երևի շատ արագ են մոռացել, որ 2020-ի նոյեմբերի 10-ին հենց Գազայի իշխանությունը Համասը առաջիններից էր, որ շնորհավորեց Իլհամ Ալիևին Ադրբեջանի հաղթանակի եւ Արցախի հայկական հողերի բռնազավթման համար։ Այն ժամանակ նրանց համար դա օկուպացված տարածքների վերադարձ էր։ Այսօր նույն մարդիկ ուզում են, որ հայը մոռանա այդ ամենը եւ հուզվի իրենց ողբերգությամբ։ Հիշողություն, հա, մի հատ էլ գիտեք, այն ժամանակ, երբ որ ինչ-որ մի բան գրում են, որպեսզի դարձնեն ավելի խորիմաստ ու գրավեն, ավելի լուրջ բան հաղորդեն այս բանին, հա, մի հատ էլ անպայման Նժդեհից կամ մեր մեծերից որևիցե մեկի խոսքը պիտի դնեն, որ
Վերջակետ։ Հիշողություն չունեցող ժողովուրդը քաղաքականություն չի անում, այլ ապրում է զգացմունքների գերին։ Պարոն Պապյան, իմիջայլոց մի բան ասեմ, երբ որ Գազայից հարձակում եղավ Իսրայելի վրա, Պաղեստինից հարձակում եղավ Իսրայելի վրա, այստեղ դաշնակները, հանրապետականները, անգամ անունները կարող եմ ասել, ովքեր որ այդ ժամանակների ինտերվյուներ են տվել, հարցազրույցներ են տվել, ոգևորված էին, այդ տեսեք Պաղեստինը, այդ փոքր Արցախի չափ տարածքը, այս ինչ անում Իսրայելում, նայեք, սա իսկական հայրենասիրությունն, մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից, այդ տեսեք ինչ արեցին։ Իհարկե հարձակման օրինակը իրենց համար այդ ժամանակ շատ ցած գրավիչ էր, բայց պատասխանի օրինակից հələ ոչ ոք չի խոսել։ Հետո ինչ ստացան դրանով, ասենք Միքայելյանի մտածողներն են մեր։ Դուք բևեռը նրանց հետ մասնակցել եք միտինգների, նրանց զիջել եք ձեր միտինգների տարածքը, որ իրենք միտինգ անեն, դուք կապ ունեք իրար հետ ու նույն ուղղությամբ եք գնում, իսկ եթե այս ամեն ինչին գումարենք նրան, որ Ժիրայր Սեֆիլյանն էլ ասում է Սամվել Կարապետյանի ուժի հետ մեր համագործակցությունը կարա տեղի ունենա, իբր մինչև այդ համագործակցություն չկար, սա ավելի է, էլի ամբողջացնում պատկերը, հասկանում եք, բայց ես սրա մասին չէի ուզում խոսել, ուզում էի խոսել ձեր սկզբունքայնության մասին, անպայման շեշտում եք, Համասը այն առաջիններից էր, ով շնորհավորեց Ադրբեջանին, առաջիններից ասածը որ երրորդը, նախ ես հարցը բարձենք, որ երրորդը, որովհետև առաջիններից էր օրինակ Լուկաշենկոն, առաջիններից էր Պուտինը, ով ոչ միայն շնորհավորել, նա հստակ այդ ռազմավարություններ տանում, այդ քաղաքականություններ տանում ռազմավարական, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հասկանում եք, կամ հենց առաջիններից, երկրորդներից, երրորդներից դնենք մի կողմ, դուք ձեր սկզբունքայնությունը ինչի մասին է, որ տիպը իրենք շնորհավորել են Ադրբեջանին, դրա համար պետք չէ հանկարծ, չգիտեմ ինչերի մեջ այդ կողմի վրա մտնել, լավ, իսկ այդ հաղթանակը ոնց է տրվել Ադրբեջանին, ասեմ, իսրայելական զենքերից տեղյակ եք, որոնք կիրառվել են 44 օրյա պատերազմում, իսկ իսրայելական բանակի ներկայացուցիչներից տեղյակ եք, ովքեր պատերազմի առաջին օրերին առնվազն անձամբ եղել են ընդեղ, անձամբ կիրառել են իրենց իսկ բերած զենքերը, այսինքն այն, որ ադրբեջանական բանակի հետ աշխատել են իսրայելցիները եւ զենք էլ տվել են, այդ հանգամանքը հեչ, Գազայի շնորհավորանքը մեջ, հա? Գիտեք խնդիրը ինչու մնա կանում, որ դուք փորձում եք, սա է ինձ նյարդայնացնում որպես քաղաքացի, ոչ միայն դուք, գրեթե բոլորը ձեր ձեռքերն եք տաքացնում Արցախյան կրակի վրա, ու սա արցախցի մեր քույր եղբայրներից շատերը չեն ցանկանում տեսնել, գիտեք մինչև հիմի YouTube-ով որ պոիսկ տակ, այդ կադրերը կտեսնեք, հաղթանակի հաջորդ օրը կամ հրադադարի հաջորդ օրը ադրբեջանցիները իրենց մեքենաների վրա փակցրած Իսրայելի եւ Թուրքիայի դրոշները ոնց էին շրջում Բաքվում սիգնալներ տալով, հետո այնտեղ ավելացավ Պակիստանի դրոշներ տարբեր միջոցառումներին, իմիջիալոց հետո ավելացավ նաեւ Ռուսաստանինը, էլի տենց Դուք դրանք չէիք տեսնում, թունդ արևմտամետ էիք, բայց չէիք տեսնում, դա ձեռ չի տալիս, արևմտամետ ձեզ ասել են խաղացեք, չեն ասել գործեք,
Բա այս ամեն ինչը պետք է մոռանալ։ Ես չգիտեմ, օրինակ ձերս գրառումը որ էլեկտորատի համար էիք պատրաստել։ Որ էլեկտորատի։ Սա է ձեր էլեկտորատը, այսքան է իրաց պատկերացումները այդ ամեն ինչի մասին, կամ գնահատականը այսպեսին, նա։ Հիմա դուք իմիջայլոց աշխատելու եք Սամվել Կարապետյանի հետ, թե չէ։ Բացահայտ իհարկե, Թակուն Հայել աշխատել եք, թե չէ։ Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով։ Ժողովուրդ ջան, բոլորդ էլ տեսել եք, թե Ռուսաստանի Դաշնությունում ինչ է կատարվում բենզինի հետ կապված։ Դուք հասկանում եք, որ հիմա, եթե հանկարծ ընտրությունները այլ կերպ ընթանային, փողով կամ չգիտեմ, հանուն չգիտեմ ինչերի ընտրած քաղաքացիների ցանկությամբ Հայաստանը դառնում էր Ռուսաստանի կցորդը, բնականաբար աշխարհը մեր հետ էլ չէր, դարձյալ չէր աշխատելու, ինչպես չի աշխատել մինչև 18 թիվը, ու պատկերացնում եք Հայաստանում ինչ խնդիրներ էին առաջանալու։ Եկեք մի բան պատկերացնենք, այս իշխանությունները արտաքին հետախուզությունը ոչինչ չի զեկուցել, դիվանագիտական բլոկը ոչ մի բան չի հասկանում, ու այս իշխանությունները իրենց վրա չէին վերցնում այդ բարդ քաղաքական որոշումը ու Ադրբեջանից բենզիններ չէին կրում, ասում են չէ դե ոնց մեր թշնամին չներկրենք, ու չգնանք տնտեսական հարաբերությունների կարգավորման առնվազն։ Հիմա դուք հասկանում եք Հայաստանում կյանքը ոնց էր կանգնած լինելու։ Դուք հասկանում եք, որ հենց հիմի դե Հայաստանի նման երկրին ավելի մեծ ազդեցություն էր թողնելու դա։ Դուք հասկանում եք, որ մենք հիմա 92 թիվն էինք վերադարձած լինելու։ Չէ, դուք պատկերացրեք մի հատ դա, էլի։ Պատկերացրեք հենց հիմա Հայաստանում բենզին չկա։ Ու դա կարող լիներ, որ բենզին չլիներ, հասկանում եք։ Բա հիմա են, որ խոսում էիք, բան էիք անում, բա Ադրբեջանից բերեցիք բան, էսի։ Բա հիմա մեկը տասեք կներեք, որ ժամանակին սենց հեռատես չենք գտնվել, պահի ազդեցության տակ խոսել ենք։ Հիմա Ռուսաստանը ընկած բենզինա փնտրում։ Ու դա ոչ թե քաղաքացիների տեղափոխման համար է մենակ պետք բենզինը։ Բա մի հատ ասեք շնորհակալ, բա մի հատ գնահատեք քաղաքական հեռատեսությունը, որը որ ուղեկցվեց քարերի ու փայտերի, նետվող քարերի ու փայտերի բանով։ Բայց չգիտեմ, օրինակ Կրեմլը կարող է բանակցություններ վարում է հիմնականում Ուզբեկստանի ու Ադրբեջանի հետ։ Ուզբեկստանի թե Ղազախստանի կներեք չեմ հիշում։ Ղազախստան։ Հիմա Ռուսաստանում ապրող են մեր վայ հայրենասերները որ կան։ Են որ եկել էին ստեղ հայրենիք փրկեին, տաշիր Սամոյին ձեն տվին թռան շուտ, որ քանի բան չի խառնվել իրար։ Են որ թուրք ասելով շրջում են։ Հիմա այս Ռուսաստանի հայր, այսինքն հենց ռուսները, այո, իրանք հենց ռուսներ են։ Այս մասը, եթե Ադրբեջանից ներկրվի այդ բենզինը Ռուսաստան, ձեր համար նորմալ է լինելու Ադրբեջանի տնտեսությանը զարկ տալ ձեր գնումներով։ Մենք ոնց մեկնաբանենք այդ ժամանակ, եթե հանկարծ դա տեղի ունենա։ Եվ եթե մենք մեկնաբանենք ճիշտ հայելային ձևով այնպես, ինչպես դուք, դա նորմալ է լինելու։ Ընկալելու եք նորմալ։
ընդունելու եք դա։ Որ ասում եմ Ժողովուրդ ջան, գժի դարա ով ինչ ուզում խոսում, հա։ Գանք մի երկու բառեր Սամվել Կարապետյանից, իմիջայլոց ուժեղ Հայաստանի հետախուզվող ուժեղ Հայաստան բանից, դաշինքից հետախուզվող 3 տեխնացուները, 3 տեխնացուներից մեկը հայտնաբերվել եւ կալանավորվել։ Ուրեմն ուժեղ Հայաստան պատգամավորի հետախուզվող 3 տեխնացուներից մեկը հայտնաբերվել է եւ կալանավորվել։ Այս մասին առաջին լուրերին հայտնեցին քննչական կոմիտեից։ Մեր տեղեկություններով հայտնաբերված է Վահե Թավաքալյանն է, Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ուժեղ Հայաստանի падգամավորի 6 տեխնացուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում եւ հայտարարվել հետախուզում։ Սահմանադրական դատարանում սրա մասին խոսելու է պարոն Վարդևանյան։ Տեխնացուները, սա արդեն տեխնացուներն են։ Սա եսին որ գյուղի մարդը չեն, մի գյուղի, չէ, սրանք տեխնացուներն են։ Սրանց համար հայրենիքը կպցնելու վայր է, այսքան բաժանենք, գանք պաշտոնի, այսքան քերենք, всё, սա է։ Հասկանում եք։ Եվ սրան գնահատական չի տվել քաղաքացին, 300 քանի հազար ձայն գնացել է։ Ու սա աղետ է։ Արդեն հաշտվել ենք ոնց որ իրականության հետ մի կողմից, բայց մյուս կողմից սա լրջագույն աղետ է։ Ու պետք է մի քիչ բնավորություն դրսևորել։ Մի քիչ դուք էլ փոխվեք, էլի։ Բա մի կողմից ասում եք, այ Նիկոլի ձայները իջել է, տոկոսը, ձայները չէ, ձայները ավելացել են։ Տոկոսը իջել է, ինչի հաշվին է իջել։ Կարող է այդ քաղաքացիներից մի մասը այլ ուժերի է ընտրել։ Իհարկե ոչ ձեզ, որովհետև ձեզ միևնույնն է մերժել է։ Դա այն երկու բևեռներն են, որ անհնար անդեղից ընդեղ անցումը, գրեթե անհնար է։ Հա, կարող է տենց բան է եղել։ Բայց ձեր մոտ էլ է, այսինքն այդ մարդիկ ընդունակ են իրանց զգացմունքները, տպավորությունները, պատկերացումները տրանսֆորմացնելու, ինչը որ դրական բան է, շատ կարևոր բան է, չէ՞։ Բայց դուք էլ փորձեք, բայց փորձեք ուղեղներից զոր տակ, էլի։ Այս խիա փող բաժանում ես մարդը։ Որևիցե մեկի հեռախոսային խոսույթի մեջ չես, հեռախոսային ձայնագրության մեջ չես լսում քաղաքական խոսույթ։ Փող բաժանեն, որ հետո իրանք լինեն, կպցնեն։ Հետո մեր համար լավ կլինի։ Այդ մեր համար լավ լինին է երրաբլուր պարգևել։ Մինչ դուք ընկած չգիտեմ որտեղ արենք եք մեղավորներ փնտրում։ Մեղավորները հենց այս տեսակն են եղել։ Հետո էլ մարդիկ կան հարցում են, բայց ինչի ես այդպես ասում բաների համար փող վերցնում։ Բայց մեղմ եմ ես ասում, սա հաղորդում է դեռ։ Եվ դեռ 1 րոպե ունենք, ուրեմն Սամվել Կարապետյանը ինչ ասում, ասում մեր ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է, ցանկանում են չվերցնենք մանդատները, 60%-ը արդեն ասում են վերցնենք։ Սա գիտեք ինչ անշակում, հիշում եք, որ ասում եք խելոք գնալու եք ու մանդատներդ վերցնեք։ Իրանք էլ ասում են, վայ հələ չգիտենք, մի հատ ցիրկում հավաքվենք, որոշենք, մի հատ հրապարակում անենք, ժողովուրդ ջան, դուք ասեք, սենց, իբր էլի, այդ ամեն ինչը նրա մասին էր, որ գնան վերցնեն մանդատները։ Ու 60%-ին արդեն համոզել են, մնացել է 40%-ը, էդ էլ հեսա կհամոզվեն։ Բան չմնաց, ու իրենք կգնան խելոք մանդատները վերցնելու եւ այո,
ձեր լեքսիկոնով ասած Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Դուք եք չէ այդտեղ վիրավորում, չգիտեմ, հիասթափվում։ Շարունակեք հիասթափվել։ 5 տարի արժևում կա, հեշտ չմտածեք, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։